Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, այսօր մենք ունենք հարցազրույց նորից պարոն Իսրայելյանի հետ եւ մեծ հայտնի է, որ այսօր մեր հռչակագրի ընդունման օրն է եւ հարցը ուղղում եմ պարոն Իսրայելյանի մեր հռչակագրի ընդունման վերաբերյալ։ Բարև ձեզ սիրելի արենակիցներ, Հրանտ ջան, ես միջև հարցի պատասխանը միջև հանրության համար որ բանալնի, ես կարդամ ցեզ մի հատ հռչակագրի հետ կապված։ Հայաստանի անկախության հռչակագիրը 1990 թվականին օգոստոսի 23-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը հիմնելով 1979 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ի ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները խնդիր դնելով ժողովրդավարական իրավական հասարակարգի ստեղծում հռչակում է անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբը։ Ինչի համար եմ ես այս բառերը կարդացել, ինչի համար եմ հենց այս հռչակագրի հետ կապված այս տեքստի բովանդակային իմաստը ներկայացնում, որովհետև եթե նկատում եք Հայաստանի Հանրապետություն Լեռնային Ղարաբաղի հետ միասին այդ հռչակագրի բանով սկզբունքներով սկիզբադրվել Հայաստանի Հանրապետության անկախություն, որպես որ ասում անկախ պետություն ու ստեղ շեշտադրելով որ ժողովրդի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերամիավորման իմացնել խոսքի դրածա այս հռչակագրով Հայաստանի Հանրապետության անկախության այդ բաներում սկզբունքների այդ բանում իմաստով հիմի ստեղ այսօրվա իրավիճակում որ բոլորը քննարկում են հռչակագրի հետ կապված այդ հռչակագիրը ինչ որ բանա վտանգա կամ ինչ որ մեր համար պիտի փոփոխություններ մտնեն պիտի հանեն այս ներկայաշխանության մասին եմ խոսում ես գիտեմ թե այս պարագայում այս սկզբունքները ընդհանրապես ոչ մեկը իրավունք չունի ձեռ տալու ոչ մեկը իրավունք չունի իրան վերապահելու նմանատիպ հզոր սկզբունքներ ունեցող կարևոր հանգամանքը ձեռ տալու եթե համանդրության մեջ ինչ որ կետեր կա այդ կետերի հետ կապված հայ ազգի հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության անկախության ինչ որ ավելի զարգացման, ավելի լայն խոսքի բան ունենալու համար խնդիր չկա, բայց եթե ուզում են այսօր հռչակագրին կպնելու, եթե ուզում են այսօր հռչակագրի հետ կապված խնդիրները իրենք դա կարևորացնելով ինչ որ խանգարիչ հանգամանք այսօրվա պարագայում մենք բոլորս էլ գիտակցում հասկանում ենք հասարակության մեծ մասն էլ գիտակցում հասկանում է որ սա սուտ թեզա կեղծ թեզա սա այն թեզնա որը չի թելադրվում հայ ազգի հայ ժողովրդի շահերից սա չի առաջնորդվում մեր ազգային սկզբունքների հետ կապված այդ բաներից դրա համար մենք գցում ենք հաշվի ենք առնում որ նմանատիպ երևույթները այսօրվա պարագայում ինքը իրավունք չունի ընդհանրապես այս ժամանակահատվածում այս ծանր ժամանակահատվածում առանձնապես Արցախի խոսքի կործանումից հետո օկուպացված թշնամու կողմից մենք այսօր ձեր տանք այդ կամ էլ ինչ որ անդրադառնանք այդ կետերի փոփոխման կամ ընդհանրապես հռչակագիրը բանանելու համար, սահմանադրությունից հանելու համար։ Սա մեր համար շատ լուրջ վտանգավոր երևույթ է առաջերտին Հայաստանի Հանրապետության անկախության վերաբերյալ, որովհետև բոլոր պետությունները այն ժամանակ որ փլուզվել է ԽՍՀՄ, բոլոր պետությունները իրենց ազգային սկզբունքների հիման վրա, իրենց պատմական սկզբունքների հիման վրա ձևակերպվել է թե սահմանադրություն, թե անկախություն, թե բնացած բոլոր հանգամանքները։ Ու եթե ցես մի հատ էլ ավելի կարևոր մի հատ էլ հանգամանք, եթե սաղ աշխարհը ճանաչել է Հայաստանի Հանրապետությանը որպես անկախ հանրապետություն, որպես պետություն, ստեղ շեշտադրումը դնելով այս տեքստը որ կարդացի
Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Մայր Հայաստանի հետ, սրանով ընդունվել է աշխարհի կողմից, որ Լեռնային Ղարաբաղը, Արցախը դա Հայաստանի տարածքային ամբողջականությունն է, ու դրա վերամիավորումը հետագայում թե ինչ որ ժամանակի հատվածում կիրականանար կամ տեղի կունենար, ուրեմն դա ողջունելի մոտեցում էր։ Ողջունելի իմաստով, որ ընդունելի ու ընկալման խոսքի բան չկար, հարց չկար դրա հետ կապված։ Բայց որ մենք այսօր հայտնվել ենք այս իրավիճակում, խոսքի Արցախի հիմնախնդրի հետ կապված կամ Արցախը հայտնվել է այս ծանր իրավիճակում հայաթափված, սա արդեն քաղաքական ղեկավարների սխալ ձևակերպման, սխալ որոշումների, սխալ շարունակական քաղաքականություն տանելու արդյունքներն է։ Բայց հաշվի առնելով որ բոլոր ղեկավարները այդ ժամանակահատվածում ինչ գործունեություն, ինչ դիվանագիտություն վարել են, դրա այդ ընթացքում էլ իրենք կարողացել են պահպանել Արցախը հայկական, կան սխալներ, կան մեջ բացթողումներ, ես գիտեմ թե բոլոր ղեկավարներն էլ դա այդ պարագաները հիմի ավելի մեծ են հասկանում, ավելի մեծ բանով են տեսնում, որ ինչ ժամանակահատվածում այդ սխալները ոնց ինչ պարագաներում կարելի է թույլ չտար ինչ որ հաշվարկումների կամ ինչ որ ուրիշ հաշվարկումների հետ կապված մենք այսօր եկել հայտնվել ենք մի իրավիճակում որ ներկա իշխանությունը ընդհանրապես այս հարցի շուրջ կամ այս մոտեցումներով ցույց է տալիս որ ամբողջովին մենք պիտի հրաժարվենք Արցախից դա ներկա իշխանության որոշումն է, դա ոչ հայ ժողովրդի որոշումն է, դա ներկա իշխանության իրենց ղեկավարման ընթացքում ոչ արձանագրելով հայանպաստ կամ ոչ արձանագրելով պետականամետ խոսքի մոտեցումներն է, որովհետև իրենց ղեկավարման ընթացքում է ցակել այս հարցերը, իրենց ղեկավարման ընթացքում ենք հայտնվել այս իրավիճակում, ու այսօրվա պարագայում խոսքի որ վերցնեն հռչակագրի հետ կապված դնեն հարց խնդիր այս հռչակագրից համանդրությունից հանեն հռչակագիրը դա ես գիտեմ թե ավելի մեծ վտանգավոր ավելի մեծ ծանր հետևանքներ ունենալու հետագայում մեր ընդհանուր զարգացման կամ այս տարածաշրջանում դերակատարություն ունենալու համար ես այս պարագայում սահմանափակելով հարցի պատասխանը այդ բանով այդ ձևաչափով ես նորից կրկնեմ որ այս հռչակագիրը որը ձևակերպվել է որը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի մեջ վերամիամորման իմաստով սա ամենահզոր ամենաեսօրվա պարագայում մեր ձեռի տակ ամենահզոր իրավական փաստաթուղթն է, որի հիման վրա վաղվա օրնա կամ ինչ որ ժամանակահատվածում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Արցախի հայկական լինելը կամ հետ վերադարձը կամ նորից վերականգնելը սա մեր համար հենց այդ փաստաթուղթն է, հենց այդ իրավական փաստաթուղթն է, որ մենք սրանցից իրավունք չունենք հրաժարվելու